Բարի ողջույն, 26 փետրվար, արդեն գաղտնիքների բացահայտումը սկսվել է, նոր գործեր մի արեք, ինչ ունեք ծրագրավորեք, հինը ինչ է որ անավարտ է դա ավարտի բերեք, այս կրակոցների իրար չհանդուրժելը դեռ մի քիչ կտևի, այս խաբարումն էլ կվերջանա, մարտի 3-ն ու 10-ից հետո աշխատեք ձեզ տիրապետեք, որտեղ դեռ Սատուրնը և Նեպտունը խոյում են, դա կրակոցները տալիս է, ու բոլորն ուզում են իրանց ղոճեղը տեղ տնեն, կսխալվեք։ Ներման օր է այսօր համարվում, ու կարմայի բուժման օր է նաև, ներեք ինքները ձեզ, ովքեր մեկ անգամ վիրավորել են ձեզ, նրան էլ ներեք, չեք ուզում մի խոսեք, արձակեք կարմիր հանգույցները, են թելերը, որ կապել եք, այդ ինչ-որ մի բան այսօր արձակեք, ու մտածեք, որ արդեն ամեն ինչ իսպոտերական ու լավն է լինելու։ Այսօրվա էներգիան այդքան լավ չի, ու պաշտպանեք պրակտիկայի իմացությունը կիրառման կարևոր օր է համարվում։ Ինչ պրակտիկան առօրյան ինչ-որ դուք կյանքում արել եք, այդ ձեզ արդեն փորձ է։ Աշխատեք գայթակղվածության չգնաք, որտեղ դա շատ է լինելու, սադրանքները շատ է, արդեն գնում է։ Իլյուզիաների օր է նաև, ֆոկուսնիկները շատացել են, դրանք են թողտուկիր գրվածների մասին է խոսքը, ու խաբեություններ ասեցի շատ կլինի, Շեքսպիրին հիշեք, Համլետը, որ եղբորական չեն թույլ կաթացրեց ինչ-որ բանի տեր դառնալու համար։ Եվ խորհրդանիշը չղջիկն է։ Նեպտունի թիվն է, որը մեզ կապում է այն աշխարհի հետ, հոգիների հետ, ու չընկնեք ոչ մի վատ ազդեցության տակ։ Այսօր ես մոմը վառելով սրբույր ռիտան երևաց, ես հիմա շուտաղոտ բարձրացնեմ, ուզում եմ ասեմ ծալապակացների, և այն մարդկանց համար եմ ուզում աղոթք բարձրացնել, ես չգիտեմ ինչ ձևի ասեմ, քանի որ այդքան էլ լավ չի համարվում էներգետիկան, երբ որ շներին կենդանիներին սատկացնում են։ Ես իմ մեջում վիդեոն դրել եմ, ինձ ուղարկեցին դա, ու այնքան մարդիկ արդեն գրեցին, ինձ ասեցին, որ իրանց գյուղում էլ են անում նման բաներ։ Չի կարելի, շունը նրա համար է, որպեսզի մարդկանց տա սեր, դուք ուրեք տիրոջ ստեղծածին սատկացնում, ձեզ համար մեկ է դառը մարդն ու շունը, արդեն այդ աստիճան, ես չեմ հասկանում, այդ մամաները, այդ երեխեքը ինչ կրծքի կաթ են կերել, ոնց կարել է կենդանու սատկացնել, այս սրբույր ռիտան էդ եմ ասում, արագահաս սրբույր ռիտա, մեր ցավերուն սիրով փութա, անկարելի կարելի դարձնող,